Տիկին Գալստյան, այո, եւ սա հանրահայտ է, որ համաձայնագիրը ենթադրում է, համաձայնեցված տեքստում կա կարգավորում են մասին, որ կողմերը պարտավորվում են եւ պատրաստակամություն են հայտնում հետ քաշել միջազգային իրավական ատյաններում միմյանց նկատմամբ հայցերը, գանգատները, վեճերը եւ պարտավորվում են ապագայում չներկայացնել հայցեր, որոնք կվերաբերեն խնդիրների, որոնք գոյություն են ունեցել կողմերի միջև ստորագրման պահը։ Այս համատեքստում, Տիկին Գալստյան, ես այլևս ավելորդ եմ համարում պատասխանել 60 միլիարդի կամ այլ հարցերի մասին ձեր մտահոգություններին։ Ինչ վերաբերում է սա ասեցի։ Արտական։ Շնորհակալություն, պարոն Միրզոյան, ըստ էության մի քաղաքական ուժի ներկայացուցիչ եւ խայտառակ դիվանագիտական պարտություններ արձանագրած արտաքին գործերի նախարարը անկախություն մերժելու մեջ մերժում է կամ դրժում է տեսնել մի քաղաքական ուժի, որը անկախություն է կերտել եւ մի քաղաքական ուժի ներկայացուցիչ, որի 7-ամյա կենսագրությունը հետագիծը աղետներով, հայրենազրկումով, ցեղասպանությամբ, բռնի տեղահանություններով 5000 մեր որդիների արյամբա շաղաղված հանկարծ դուք ձեզ ցույլ եք տալիս բարոյականության բոլոր կարմիր գծերը հատել եւ մեղադրել դաշնակցությանը եւ ես զարմանում եմ որ արտգործնախարարը նաեւ սիվիկի պատվարներից է օգտվում հերթական ինչ որ սիվիկի պատվարներ որտեղ ծնվել են դաշնակցության կեղծ շրջաբերականները անհարմար է եթե դուք այդ պատրաստվածությամբ եք մտնում դիվանագիտական բանակցությունների մեջ ուղղակի կարելի է կարեկցել Հայաստանին եւ որևէ մեկը ձեզ ցույլ չի տվել դաշնակցությանը մեղադրել եւ հանրային տարածքներում տարածել թե իբրև թե դաշնակցությանը դեմը անկախությանը կամ պետականությանը ուղղակի անհարմար է մի հատ նայեք ինչ հետագիծ եք թողել մի հատ նայեք որ ձեր պետականության օրոք 18 թվականի ձեր որդեգրած 0 կետից հետո արյուն հեղեղ կորսված երկիր Արցախի հանրապետություն կայացած պետություն ցեղասպանություն գերիներ նայում ես գերիների դատավարությանը մեռնելը գալիս է որ դու այդ ժողովրդին ես պատկանում ու հիմա բաց ճակատով եկել եք այս կամերաների առաջ փորձում եք դաշնակցությանը մեղադրել ուղղակի անհարմար է ես հասկանում եմ որ բարոյականությունը եւ քաղաքականությունը իրարից այդքան հեռու են բայց չի կարելի հանրահռչակել այդ մտքերը անհարմար է քիչ առաջ ես ձեզ փորձում էի ձեր մեջ ինչ որ անկեղծության նշույլներ տեսնել ուղղակի չի կարելի եւ դուք առաջինը դուք եւ ձեր քաղաքական ուժը քննելուց առաջ մի հատ մտածեք ինչ հետագիծ եք թողնում եւ պատմությունը ինչ է դատելու ձեր ճակատին Հարգելի Տիկին Գալստյան Իմ անկեղծությունը բաց է եւ անթաքույց հիմա տեսնում եք չեք տեսնում ձեր խնդիրն է Ես օգտվում եմ միայն մի պատվալից Բոլորն են տեսնում ձեր անկեղծությունը ձեր ձեռագիրը ձեր հետագիծը Տիկին Գալստյան դուք պատվալներով եք հետաքրքրված ուզում եմ ասեմ նույն անկեղծությամբ որ ես անձամբ օգտվում եմ միայն մի պատվալից դա ԱԳՆ-ի շենքի պատվալ գծիկ գարաժն է ուրիշ պատվալներից ես չեմ օգտվում Ձեր պատվալներից է դուս եկե մյուսը Դաշնակցություն եւ անկախություն հարաբերությունների մասին Փառք Աստծո ինֆորմացիան բաց է նայեք դաշնակցության դիրքավորումը անկախության շարժմանը 1988 թվականներին հանրային հրապարակային իրաց դիրքորոշում ինձ մի լսեք կարդացեք դաշնակցության հայտարարությունները Ես ուրիշ բան եմ ուզում ասել դա ընդհանրապես անկախությունը ողջունող տպավորություն չի թողի ձեզ վրա կարծում Մյուսը եթե այդքան խոսակցությունը ժամանակային առումով ընդլայնում ենք եւ օրինակ գնում ենք առաջին հանրապետություն կրկին ինձ մի լսեք կարդացեք այս արդեն ի պաշտպանություն դաշնակցության եմ ասում կարդացեք Սիմոն Վրացյանը չեք սիրում մի կարդացեք Սիմոն Վրացյան կարդացեք մյուսներին Քաջազնունի կարդացեք կարդացեք 1919-ի երկրորդ կեսից սկսած դաշնակցության առաջնորդների դիրքորոշումները 6 ամիս դրանից մնաց
Հիմա լսեք, պարոն Խաչատրյան, 6 ամիս հետո ինչ եղավ, լավ մի տարի հետո ներողություն, բանը ախր խառնեցիք է, ես ինչ էի ասում, կարդացեք դաշնակցության առաջնորդներին և ախր հրապարակային էլ է, վստահ իրակ կարդացել են, ոնց կարողա չեն կարդացել Ձեր ղեկավարները Տիկին Գալստյան հասկացանք էլի ձեր ժամանակ էլ մի ավելի ուրիշ ցեղասպանված ժողովուրդ ա եղել թվերն էլ համեմատելու չեն Երբ որ ազգի առաջնորդությունն այս կամ այն չափով եղել է դաշնակցությանը հիմա բան չի էլի սկսենք բաներ կան որ այսինքն եթե մի արհավիրք պատահում է ասենք հիմա Աստված մի արածի 80 կամ լավ 88 թվին եղել է երկրաշարժ դա պիտի վերագրենք այն մարդուն որ եղել է բանը Եթե ուզում եք, շատ լավ, Աստված իմ, եթե ուզում եք մտնենք այդտեղ, նոր եւ վերադառնանք բուն թեմային։ Այո, ես համոզված եմ, այն արհավիրքը, որը տեղի ունեցել, դրա սերմերը ցանվել են ամենասկզբում, դա բետոնվել է, ցեմենտվել է այն քաղաքականության շնորհիվ, որը վարվել է ձեր օրոք կամ ձերոնց օրոք Եվ ես նորից վերադառնում եմ խոսակցության ընկետին, այս են հարցն էր, որտի վաղուց լուծված լիներ ձերոնց կողմից, ձերոնց հաջորդների, որը չգիտեմ ձերոնք են թե չէ կողմից, ձերոնցից առաջների կողմից, ներոնց կողմից, վաղուց պիտի լուծված լիներ, չի լուծվել եղել այն ինչ որ եղել է։ Մենք առաջարկում ենք, տեսնում ենք, համոզված ենք, որ այս է ճանապարհը, այս է լուծումը։ Արծվիկ Մինասյան